2018-ին մարտ-ապրիլ ամիսներին սկսվեց ճակերտավոր կոչված արդեն հեղափոխական գործընթացը, որին մեր մասնակցության գլխավոր իմաստը հենց ժողովրդավարության համար պայքարն էր եւ որոշակի կարճ ժամանակ անց դեռևս արդեն ապրիլ ամսին, երբ որ մի քանի անգամ շփումների մեջ մտանք Նիկոլ Փաշինյան անձնավորության հետ, արդեն պարզ էր իր պահվածքից, վարքագծից, խոսքից, իր մտերիմների եւ գործընկերների պատմություններից, թե քանի անգամ է քանի անձանց խաբել ու փորձել խաբեության միջոցով, մարդկանց մոլորեցնելու միջոցով, մանիպուլյացիաների միջոցով որևէ հաջողության հասնել։ Ես հենց այդ ժամանակ էր, երբ որ հանրային հայտարարեցի, որ այս հեղափոխական ներուժը պետք է ուղղված լինի արժեքների եւ ինստիտուցիոնալ ժողովրդավարության ամրապնդմանը, այլ ոչ թե ծառայի մեկ անձի իշխանության գալը, եւ վստահաբար պնդեցի, որ Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որ պետք է այս շարժման ավարտին դառնա վարչապետ։ Իմ շատ ընկերներ այն ժամանակվա գործընկերներ ինձ հրապարակավ մեղադրեցին հակահեղափոխական լինելու մեջ, տարատեսակ հեղափոխության դեմ քայլեր իրականացնելու մեջ, բայց իմ պնդումը հենց միայն կոնկրետ այդ անձի շուրջ էր, որ այս անձը գալու է եւ մանիպուլացնելու է ու խառնելու է ամեն բան։ Այս մարդու հետ շփումը արդեն ասենց ակնթարթորեն արդեն պարզ է իր վարքագծից, սովորական անգամ շարժուձևից, խոսքից, ամեն յուրաքանչյուր դետալը իր մտերիմների անգամ պատմություններից, երբ որ քանի անգամ է դեռևս 2014, 15, 16 թվականներին շատ մարդկանց խաբել, մոլորեցրել տարբեր հարցերի շուրջ, անգամ իր կուսակիցներին, տարատեսակ գործընկերների, բազմաթիվ այդպիսի պատմություններ կան, արդեն պարզ էր, որ ճիշտ ուղու վրա չենք,